Սրանք անօրինական արարքներ են, ապօրինի արարքների կոչ է, ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որպեսզի չտրվեն սադրանքների, նրանք չներգրավեն որևէ նման ապօրինի արարքների, սա պատասխանատվություն առաջացնող, անգամ քրեական պատիժ ենթադրող անգամ որ հենց քրեական պատիժ ենթադրող արարքներ են, այնպես որ ես դիմում եմ մեր հասարակությանը, որպեսզի այն նման սադրիչ արտահայտությունների հանգարց տուր չտան եւ մեր ամենակարևորներից, մեր իրավապահ մարմիններին եմ ես դիմում, ժողովուրդ ջան, տղերք, ձեզ օգտագործում են կոնկրետ քաղաքական շահեր բավարարելու համար, մեր պետականության դեմ են աշխատում ձեզ օգտագործելով, դուք ուսադիրներ ունեք, դուք բարձրակարգ ծառայություն եք անցել, մեր պետության համար եք պայքարել, ձեր ծառայակից տղաները, ընկերները, ես ինքս եմ տեսել ինչպես են զենքը ձեռքին կռվում, կյանք են տվել մեր երկրի համար, հոգևորականների հետ միասին, ոնց կարող եք դուք թույլ տաք, որ այս մարդը ձեզ օգտագործի, ես զարմանում եմ, ոնց կարելի է թույլ տալ մեր իրավապահ մարմինները, որ հանկարծ նրանց օգտագործեն, սա թասիբի հարցել է, չէ՞ ասենք, պատկերացեք մեր հայ ժողովրդով, մենք այսքան բազմադարյա պատմություն ունենք, ու մեկ էլ թողում ենք ինչ որ մեկ եկել այլ քաղաքական շահերը, որ անընդհատ ադրբեջաներ ուսին sense տմբասնի ասի, վայ ինչ լավ ես անում, ապրես դու, մեր թույլ տանք, որ մեր պետականությունը քայքայեն, բայց սա գիտեք որ գիշերը մարդ չի կարող քնի, թասիբից բաներ չի լինում, ասենք ասում ես, ոնց կարող է մեր բազմադարյա այսքան հաղթանակներ ունեցող հայ ժողովրդին բերել են այսպես մի հատ կապել են այս ամեն ինչը մեր վրա, մեկ-մեկ անընդհատ սերմանում են, որ դուք անճար եք, չես կարող, սրանից է չէ գալիս, որ դուք արժանի եք սրան, ավելին արժանի չեք եւ այլն։ Այնպես որ ես կոչ եմ անում չտրվել այս անօրինական արարքների կոչերին, որը պարակտում է, քանդում է մեր պետությունն ու եկեղեցին։